Եկաք։ Հա, Զաքար։ Ստանը մարդ չկա։ Այդանա, խոհանոցում։ Ես քեզ հետ խոսելու բան ունեմ։ Խոսենք։ Ես գնամ խոհանոց, Այդային տեսնեմ, վաղուց չեմ տեսել։ Լսում եմ։ Զաքար, դու Սոզբաբկենչի մահից հետո հայտարարեցիր, որ դուրս ես գալիս բիզնես լեգիոնից։ Ու մենք դրանից հետո կարգին չենք խոսել։ Մենք չհասրեցինք նաև խոսել ոչ Սոզբաբկենչի մահվան, ոչ էլ մնացած կատարվող իրադարձությունների մասին։ Այնպես որ հիմա ուզում եմ մանրամասն խոսենք այդ մասին։ Զրուցենք։ Ես իմ կարծիքն ունեմ ամբողջ կատարվածի մասին։ Ես կարծում եմ, որ ոչինչ պատահական չի եղել։ Ոչ քո, ոչ Սոզբաբկենչի հայտնվելը այդ ժողովում, ոչ Բաբկենի եւ ոչ էլ Վրամի որդու Սուրենի կոնֆլիկտը, ոչ էլ Ղազարյանի գալը։ Չեն է վարդ։ Ճիշտ է, որ նախորոք էր Վրամի ինձ կանչել։ Սոզբաբկենիչի գալն էլ պատահական չէր։ Բայց մնացած ամեն ինչ պատահականություն էր նվարդ։ Պատահական զուգադիպություն։ Այդքան զուգադիպություններ միանգամից չէր կարող լինել, Զաքար։ Ինձ թվում է Վրամը հատուկ այնպես էր արել, որ Սոզբաբկենչը հունից դուրս գա, ու դա նրան հաջողվեց։ Երևակայությանդ շատ է զոր տալիս նվարդ։ Ով է զանգել Ղազարյանը։ Ով զանգեց կանչեց։ Ղազարյանը։ Հա։ Կարող ես հիշել, ով զանգեց ու կանչեց Ղազարյանին։ Մի րոպե։ Մենք։ Լավ։ Ես հենց հիմա կզանգեմ Ղազարյանին։ Թող պարզի նման բան եղել է թե չէ։ Վրամը զանգեց ու կանչեց Ղազարյանին։ Ես այդպես էլ գիտեի։ Ու Ղազարյանը կազմ պատրաստ հայտնվեց նույն ժամանակահատվածում դեպքի վայրում, այդպես չի։ Զենքը դիչացրու Բաբկենիչ։ Հա, Ղազարյանը զանգից հետո անմիջապես եկավ։ Բայց ինչ կապ ունի վարդ։ Ոնց չես հասկանում, որ Վրամն ու Ղազարյանը միասին են աշխատում։ Ես համարյա համոզված եմ դրանում։ Չեն է վարդ, ոնց։ Այդ նշանակում է, որ Սուրենի ու Բաբկենի կռիվն էլ էր սարքած, հա։ Բա Սուրենը հիմա բանտում է Ղազարյանի թեթև ձեռքով։ Հա ինչ անենք։ Այդ սուտ խոսակցությունները տարածում են մեր միամիտներիս աչքին թոս փչելու համար։ Նվարդ ոնց որ կինո պատմես։ Այսքան պատահականություն կյանքում չի լինում։ Այդքան զուգադիպություններ էլ չեն լինում, Զաքար։ Ես ամեն ինչ պարզելու եմ, ես պիտի այս ճշմարտությունը բացահայտեմ։ Հասկանում եմ, Նվարդ։ Այդ ամենի պատճառով ձեր գործարքը խափանվեց։ Բայց իզուր ես ամեն ինչ Վրամի վրա գցում։ Ոնց ես հասկանում, Զաքար, այս ամբողջը նախապես պլանավորված էր։ Բայց ոչինչ, ես կփորձեմ բացահայտել այս ամբողջ ճշմարտությունը, ու դու ինձ պիտի օգնես դրանում։ Հա, Զաքար, ու քո այդ բիզնես լեգիոնի դուրս գալու որոշմանդ մասին էլ մոռացիր։ Չէ, Նվարդ։ Մենք էլ չենք կարող միասին աշխատել։ Դու մարդկանց չես վստահում։ Այդ թվում նաև ինձ։ Չեմ ժխտում։ Բայց հիմա առավել քան ես քո օգնության կարիքն ունեմ, Զաքար։ Խնդրում եմ, մտածի։ Չգիտեմ, Նվարդ։ Չգիտեմ։
Լավ մտածի Զաքար, խնդրում եմ։ Այ ջան, հիմա ամեն ինչ նորմալ է, չէ՞։ Հա, նորմալ ամեն ինչ։ Գիտես, զարմանում եմ, էլի։ Ոնց է այդ ինֆորմացիան ընկել, շնորհակալություն, Վռամի ձեռը։ Չգիտեմ, բայց ես այդպես էլ գիտեի։ Ինչ գիտեիր։ Գիտեի, որ Վռամը պիտի իմանա։ Չէ, Վռամի մասին չէի մտածում, բայց գիտեի, որ ես ամենը մի օր ջրել ես դուրս գալու։ Չնայած Զաքարը ինձ համոզում էր, որ այստեղ ոչ ոք ոչինչ չի իմանա։ Հիմա ինչ այդ բանկը քո անունով է։ Հա, բայց մենակ իմ անունով չէր։ Պապայի, դե իսկական պապայի, նրա եղբայրը ու ընկերոջ անունով էր։ Փաստորեն հիմա պապայից այդ բացի բոլորդ փախած եք։ Հա, դե պապան բռնվեց, իսկ նրանք փախան Ամերիկա։ Իսկ ես եկա այստեղ։ Երևի ես էլ պիտի գնայի Ամերիկա։ Մարդ քեզ պետք է այդ Ամերիկան։ Հայաստանում ավելի ապահով է։ Հա, Զաքարն էլ էր ասում, որ այստեղ ավելի ապահով է։ Չնայած Ինտերպոլն ինձ այստեղ ավելի հեշտ կգտնի։ Ի վերջո մի քանի տարի առաջ նույն պետությունն է եղել։ Այ ջան, Հայաստանում այս երկու ամսվա մեջ այնքան բանկ է բացվել, փակվել, որ ասելու չի։ Հիմա այդ խեղճ Ինտերպոլը որ մեկին գտնի։ Ամեն դեպքում Ռուսաստան չեմ կարող վերադառնալ։ Իսկ մաման Մոսկվայում է։ Հենց եմ կարոտել մամային։ Լսի, արի դու մամային կանչից տեղ։ Կգա, համ էլ կարոտդ կառնես։ Բայց դա էլ է վտանգավոր։ Շատ հնարավոր է, որ մամային էլ անհետևում։ Ճիշտ ես։ Ամեն ինչն էլ հնարավոր է։ Գիտես, այդ անկեղծ ուզում եմ մի լավ բան անեմ քեզ համար։ Այ, մի բան ասա, որ քո համար անեմ։ Չէ, մերսի, ոչ մի բան պետք չի։ Չնայած, Ինչ նայած։ Չուլանի վերևի դարակից մի հատ դեղցի սոկի չացնես, շատ գոհ կլինեմ։ Այս դեղցի սոկ չէ։ Դեղցի սոկ էր։ Ինչ չասա, տղերքը ոչնչացրին։ Կաշալոտներ է, չէ։ Այ ջան, դու մի բան ասես, ներսես ասի, չէ։ Որտեղ է այդ Չուլանը։ Ով է։ Ես եմ բաց։ Գա։ Յա, ինչ եղել, աղջիկն ինչ ես, ինձ շտապ կանչվեց, աղջիկների թողել եմ, հստ մենակ եկեք։